խմբի ղեկավարը Արմեն Սամվելյանն է, արձանախմբի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանը։ Հրաշալի Հայաստանը այսօր գտնվում է Արարատ 73-ի արձանի մոտ։ Այսօր մենք խոսենք մեր պատմության սպորտային բավական լուսավոր հաղթական էջերից եւ համատաբար նոր արձանի մոտ ես առաջի անգամ եմ, բայց կարծեմ բավական թարմ արձանախումբը, որը վերջին տարիներին երբ որ տեղադրվեց, Արարատ 73 լեգենդար, ֆուտբոլային խմբի, որը հայոց պատմության մեջ լավագույն ֆուտբոլային թիմն է եղել եւ մեր ժողովրդին այդքան հպարտություն, այդքան ուրախություն եւ արժանապատվություն բերեց 70-ականներին, իրենց պատվին այս արձանախումբը տեղադրվել է Հրազդան մարզադաշտի մոտ, որը խորհրդային միության տարիներին խորհրդային միության ամենամեծ մարզադաշտերից մեկն էր եւ նաեւ կառուցվել է Գյուլբենկյանի կառուցվել է Գյուլբենկյանի նաև Գյուլբենկյան հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ, այսինքն մեծ տեղ է տրվել եւ երբ որ արդեն այս մարզադաշտը պատրաստ էր, մարզադաշտին համահունչ նաև ֆուտբոլային թիմն էր իր, այսպես ասենք, մեծության տեսանկյունից, մեծությունը ֆիզիկական ի նկատի չունեմ, այլ ի նկատի ունեմ որպես հենց այդպես մեծություն, հզորություն, որը խորհրդային միության հաղթող դարձավ, խորհրդային միության գավաթակիր դարձավ, միջազգային ասպարեզներում ներկայացնում էր նույն խորհրդային միությանը եւ հայ ժողովրդին, խորհրդային Հայաստանի քաղաքացիներին, Սփյուռքին այդքան մեծ արժանապատվություն եւ ուրախություն էր բերում։ Կներես հետաքրքիր, որ արձանախումբ է, որը բավականին այսպես բարդ է կառուցել եւ բոլոր թիմի մասնակիցներին, անդամներին նմանությունը հաղորդել, ահռելի գործ է կատարված եւ պատահական չէր, որ հենց Հրազդան մարզադաշտում, մարզադաշտի հարակից տարածքում արձանախումբը այստեղ այսպես տեղադրվեց եւ դարերով պետք է հիշեցնի մեր համաքաղաքացիներին, մեր սերունդներին, որ եղել է այսպիսի ֆուտբոլային թիմ, որը կարողացել է նման հաջողությունների հասնել եւ հետագա սերունդների համար էլ պետք է հստակ սա ազդանշան լինի, որ պետք է հասնել եւ ավելիին անցնել։ Սա այն մոտիվացիան է արձանախումբը, որ այսօրվա թիմերը, այսօրվա սպորտսմենները, ֆուտբոլիստները պետք է ձգտեն հասնել իրենց եւ անցնել իրենց։ Դա է կյանքի օրենքը, դա է զարգացման օրենքը։ Մենք գիտենք ու այտենց բոլորս միշտ խոսալուց ասում ենք, որ միֆը կոտրեց Արարատը, այն միֆը, որ մենք թիմային չենք կարողանում որևէ սպորտում հաջողության հասնել, մերը այտենց առանձին խաղն է միայն, կարծես Արարատը 73-ը կոտրեց դա եւ ինչի շնորհիվ մենք կարողացանք իրոք թիմային ինչ-որ մի բան հաջողություն ունենալ եւ արդյոք դա բացառիկ բան էր, թե դա հնարավոր է մի քիչ գոնե կանոնակարգել, որ էլի իրականում դա միֆ է, որ հայերը թիմային ձևերում, խոսքը միայն սպորտը չէ, թիմային ձևերում հաջողություն չունեն եւ չեն կարող ունենալ, ոչ, կարող են, ունեցել են եւ կարող են ունենալ։ Խոսքը թե սպորտի մասին է, թե այլ բնագավառների մասին է։ Հայերը թե անհատականությունների ժողովուրդ են եւ թե թիմերի ժողովուրդ են։ Թիմերն էլ բաղկացած են անհատականություններից եւ թիմերում միայն սպորտի մասին չէ խոսքը, տարբեր բնագավառների տնտեսությունից մինչև քաղաքականություն, մինչև բանակ։ Թիմերն էլ բաղկացած են անհատականություններից, վառ անհատականություններից եւ այստեղ գալիս է արդեն գլխավոր խնդիրը՝ համագործակցությունը վառ անհատականությունների միջև եւ կազմակերպում, ով է կազմակերպում, ինչ նպատակով է կազմակերպում։ Ես պատահական չնշեցի, որ Հրազդան մարզադաշտը, երբ որ կառուցվեց, խորհրդային միության ամենամեծ մարզադաշտերից մեկն է, եթե չեմ սխալվում, Լուժնիկից հետո Մոսկվայում երկրորդն էր իր մեծությամբ։ Եվ դրան համահունչ էլ ըստ էության ֆուտբոլային թիմ ստեղծվեց։ Մասնագետները հավաքեցին լավագույններին, քաղաքական ղեկավարությունը խորհրդային Հայաստանի դրեց նման խնդիր եւ այդ խնդիրը հաղթահարվեց, խնդիրը լուծվեց։ Խորհրդային 70-ականներին խորհրդային միության լավագույն թիմերից մեկն էր Արարատը ու պատահական էլ չէր, անունը դրած Արարատ։
Արարատ Սարի, այսպես դրանով պոպուլարիզացվեց ոչ միայն Խորհրդային Միությունում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Բավական է հիշել, որ Արարատ ֆուտբոլային ակումբի այս թիմը, որ ներկայացված է 75 թվականին Չեմպիոնների լիգայում էր խաղում, որպես Խորհրդային Միության, չեմպիոն, եւ Չեմպիոնների լիգայում խաղաց, օրինակ մի խաղ պարտվեց Բավարիային, Գերմանիայում, մյուս խաղը պատասխան հանդիպումը տեղի ունեցավ Հրազդան մարզադաշտում, որտեղ Արարատը փայլուն հաղթանակ տարավ Բավարիայի նկատմամբ։ Թիմ, որտեղ 5 գործող աշխարհի չեմպիոններ էին այդ պահին խաղում։ 5 գործող աշխարհի չեմպիոններ։ Այսինքն Գերմանիայի հավաքականի 5 անդամներ աշխարհի չեմպիոն Գերմանիայի, որոնք Բավարիայում էին խաղում, Հրազդան մարզադաշտում պարտվեցին Արարատին։ Այսինքն ես ուզում եմ դուք հասկանաք, թե թիմի բարձրությունը, թիմի մեծությունը, թիմի հզորությունը ժամանակի լավագույն ակումբներից մեկն էր Արարատը աշխարհի։ Եվ դա նպատակ էր դրվել եւ այդ նպատակին հասել են եւ դա ջարդում է այն միֆը, որ հայերը թիմային ձևերում սպորտից մինչև քաղաքականություն, տնտեսություն թույլ են անհատականությունների ազգեն, չկա նման բան։ Կա խնդիր ձևակերպելու հարց եւ կազմակերպչական հարց։ Այսինքն խնդիրը նա, որ պետքա պետական նաև ուշադրության, պետական մասնակցությամբ լինի, ենթադրում եմ, որ սովետի ժամանակ 73-ին նաև իշխանություններն են, մասնակցում։ Խորհրդային Հայաստանի իշխանությունները ամենալավ պայմաններն էին, ինչ որ նպաստում են, որ կենցաղային խնդիրներ չունենան։ Պարզ հասարակ հարց, Խորհրդային Հայաստանի իշխանությունները կարողացել են հասնել նրան, որ Երևան քաղաքում կառուցվի Խորհրդային Միության ամենամեծ մարզադաշտերից մեկը, Հրազդանը, ամենամեծ մարզադաշտերից մեկը, անգամ այսպես համաֆինանսավորման հարց են, կարողացել լուծել, Գյուլբենկյան հիմնադրամից փող են բերել եւ խնդիրը լուծել են, այսինքն ստեղծել են ժամանակի լավագույն ստադիոններից մեկը, որտեղ պետք է Արարատը խաղար, որտեղ պետք է մարզումներն անցներ, այսինքն միջավայր են ձևավորել, կարողացել են ամբողջ Խորհրդային Միության տարածքից միութենական երկրներից, գտնել ազգությամբ հայ եւ ոչ միայն հայ լավագույն ֆուտբոլիստներին, բանակցել նրանց հետ, հրավիրել, լավ պայմաններ ստեղծել եւ ճիշտ մարզչական, թիմի միջոցով, ճիշտ մասնագիտական մոտեցումների միջոցով հասել են այն արդյունքին, որին որ հասել են եւ այս արձանախումբը հենց դրա հիշատակին նվիրված, դա հավերժացնող ամենակարևոր խնդիրն է, որ փաստն է, որ արձանագրվել է նաև պատմության համար։ Լավ, եթե անցում անենք սպորտից դեպի մի փոքր, այսպես ասենք, փիլիսոփայություն, ինչ տվեց ժողովրդին, հայերին այդ հաղթանակը ու այսինքն ինչին նպաստեց, ինչ որ ընդհանուր մտածողությանը, ինչ որ կոնկրետ զարթոնքին զարկ տվեց եւ ինչ կլներ, եթե դա չլներ։ Ինձ փորձում եմ միշտ պատկերացնել ինչ կլներ, եթե այս կամ այն պատմական իրողությունը չլներ, էլի, եթե չի կարելի։ Պատկերացրեք, որ 73 թվականից այսքան տարի անցել է, մինչև այսօր հայերը ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում մեծ հպարտությամբ, արժանապատվությամբ եւ ուրախությամբ են հիշում, այո, որ եղել է նման ֆուտբոլային ակումբ, եղել է նման թիմ, որը այդքան մեծ հպարտություն եւ ուրախություն է իրենց պարգևել։ Պատկերացրեք, ինչքան մեծ էմոցիոնալ ներդրում է թիմը կարողացել կատարել հայ ժողովրդի կյանքում, մինչև այսօր մտեք ցանկացած երևանյան բակ, մտեք ցանկացած գյուղ, գնացեք Սփյուռքի գաղթօջախները եւ ասեք հայկական ֆուտբոլ, ասոցացվում է մի անգամից առանց որևիցե այս կողմ այն կողմ գնալու, միանգամից ասոցացվում է Արարատ 73-ի եւ Արարատ 73-ի տղաների հետ։ Այսինքն ահռելի մեծ էմոցիոնալ ներդրում է կատարել ֆուտբոլային այս թիմը եւ ահռելի մեծ պատմական նշանակության սպորտային, ազգային արժանապատվության, ազգային հպարտության խնդիր է լուծել։ Եվ սա այն նշաձողն է, որ մինչև այսօր ֆուտբոլում հայկական անգերազանցելի է եւ ապագա սերունդները պետք է այդ նշաձողին նայելով հստակ իմանան, որ իրենք պետք է հասնեն դրան եւ անցնեն դրան։ Սա է խնդիրը, եւ այս արձանախումբն էլ դրա հենց կենթանի վկայությունն է, հենց դրա փաստն է, դրա մոտիվացիան է։ Դե շատ լավ, համեցեք դուք էլ Հրազդան։ Իդեպ անպայման նշենք, որ տարածքը բարեկարգվում է մենք անհատի միջոցով, մենք նոր հանդիպեցինք քիչ առաջ այդ մարդուն, նրա որդին
որդու վերջի կամքն է եղել, որպեսզի այս տարածքը բարեկարգի եւ այդ մարդը հիմա իր որդու վերջի կամքն է իրականացնում, որդին Քարամյան Մկրտիչն է, որ զոհվել է 2020 թվականի պատերազմին Արցախում Ջաբրայելում Վաշտի հրամանատար է եղել եւ հայրը իր որդու վերջի ցանկությունը կապիտան Մկրտիչ Քարամյանի ցանկությունը կյանքի է կոչում այստեղ անհատական միջոցներով առանց որևիցե օգնության մենակով բարեկարգում է տարածքը այնպես որ քիչ անց մի քանի շաբաթ հետո այստեղ շատ ավելի կանաչապատ է լինելու եւ ցանկալի է որպեսզի մարզասեր հասարակությունը, սպորտը հարգող հասարակությունը, մեր ազգային արժանապատվությունը հարգող հասարակությունը ժամանակ առ ժամանակ լինի այս տարածքում եւ այս վայելի շատ հետաքրքիր այս արձանախումբը, որը Երևան քաղաքում Հրազդան մարզադաշտի հարակից վայրում է տեղադրված եւ մտածի նորից արձանագրենք, նորից փաստենք նրա մասին, որ այս նշաձողը պետք է ապագա սերունդները անպայման հասնեն եւ մի բան էլ գերազանցեն։ Այո, համեցեք Հրազդան մարզադաշտի մոտ ցանկալի է մեր նման +40 եղանակային պայմաններում, որ ամբողջությամբ այդ փորձությունների մեջով անցնենք նաեւ